Քրիստոս ասեց. մտեք ձեր մեջ եւ փնտրեք երկնքի արքայությունը ձեր մեջ։ Նաեւ պատշաճ է, հիմա հիշեցի մի ուրիշ պատմություն, որ Վարդան Պետրոսյանն էր պատմում, ուրիշ անգամ էլ են պատմել, բայց շատերը երևի չեն լսեն։ Ասում է, երեխաները գալիս են, տեսնում են Վարդուշ տատիկը ինչ որ բան է փնտրում դրսում։ Ասում են Վարդուշ տատ, այդ ինչ ես փնտրում։ Ասում է մախաթս կորցրել եմ, մախատ ասեղը, մախատն եմ փնտրում։ Երեխեքն ասում են հիմա մենք քեզ կօգնենք կգտնես։ Սկսում են Վարդուշ տատի մախաթը ման գալ։ Ման են գալիս մինչև երեկո։ Արդեն մութը սկսում անգնել, ասում են Վարդուշ տատ չկա մախաթը։ Ասում է երեխեք ջան, արդեն ստեղ չեմ կորցրել։ Ասում են բա որտեղ ես կորցրել։ Ասում է տանն եմ կորցրել։ Ասում է բա ինչ ենք ստեղ ման գալիս։ Ասում է տանը մութ է, ստեղ լույս է։ Մենք մեր ներսը թողած դրսում ենք ման գալիս մեր խնդիրների ու խնդիրների լուծումը։ Մենք դրսում ենք ման գալիս երկնքի արքայությունը։ Մինչդեռ մեր Տեր Հիսուս Քրիստոսն ասեց. մտեք ձեր ներսը, ներսում գտեք երկնքի արքայությունը։ Ձեր ներսում գտեք Աստծուն, որ ձեր մեջ է բնակվում, որ ինքը իր պատկերով եւ իր նմանությամբ է ստեղծել ձեզ եւ ինքը ձեր ներսում է։ Բայց դուք կորցրել եք իրան ձեր ներսում, դուրսը փնտրում եք, ուզում եք Աստված գտնել, ուզում եք երկնքի արքայություն գտնել, ուզում եք խաղաղություն գտնել, ուզում եք երջանկություն գտնել, դրսից չի, ներսից է գալիս այդ ամեն ինչը։ Ասում են ներսում պիտի փնտրես մեր Տեր Հիսուս Քրիստոս։